Isaac Asimovը աշխարհի ամենահայտնի ֆանտաստ գրողներից մեկը։ Նույնիսկ այդտեղ կարդում ես այնպես մարգարեական գործերն են ստացվում։ Մեկը Evidence վերնագրով, երկրորդը ֆրանշիզա է կոչվում անգլերենով, 55 թիվը օգոստոս։ 55 թիվը ինքը 1-1 նկարագրում է Իմիջիայլոց AI-ը ոչ թե հիմա, այլ մի 10 տարի հետո ենթադրում եմ, էլի։ Այո, եթե կարճ գործը նրա մասն է, որ երկու մրցակիցներ կան, մեկը քաղաքի դատախազն է, մեկը էլի քաղաքական գործիչ է, ու այդ քաղաքական գործիչներից մեկը դատախազին մեղադրում է, որ դատախազը ռոբոտ է, ոչ թե մարդ։ Մեր ընտրությունները ու մեր վիճակը ընդհանուր այդ կռիվներ, այս մեկը AI-ով է սարքել, այն մեկը AI-ով է գրել իր բանը, տենց ու այդ թեման պատտվում էր անընդհատ, ոնց որ օդի մեջ էր ու այդ առումով էլ ինքը հետաքրքիր գործեր են, դրանից փաստացի այսօրվա այդ LLM-ներից ու AI-ից հասարակությունում տեխնացուներից մեկը ասում է ռոբոտը իրավունք չունի մեզ իշխի, ռոբոտը իրավունք չունի ինտերվի պաշտոնյա դառնալ, քաղաքապետի ընտրովի պաշտոններում չի իրավունք չունի առաջադրվի, Վազգեն Սարգսյանի ասած կասկածի որդու մեզ մեջից կուտի չէ։ Չեն տարբերվում, դժվար է տարբերել, ամենալավ մարդկանց ու ռոբոտների շատ դժվար է տարբերել, այդ էլ է որ կա ինչ-որ սիստեմ, որ ընտրել է քեզ ու հիմա դու քեզ ինչ-որ հարցեր կտա, դու այդ հարցերին կպատասխանես ու արդյունքում ոնց որ այդ հարցերից հետ ելնելով սիստեմը կորոշի ով է հաջորդ ղեկավարը։